թույլ են տրվել հանցավոր արարքներ եւ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն մեղավոր անձինք։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները ձեռնարկել են համարժեք միջոցներ, քրեական գործեր են հարուցվել, կատարվել է նախաքննություն, հետագա ընթացքը արդեն կորոշվի։ Պարոն Նահապետյան, երեք ԱԺ-ում կոչեր հնչեցին, չգիտեմ, Ալիևի ականջները կտրելու եւ իրավարչակազմի նրա նմանների կտրելու հետ կապված այդ կոչերին դուք ինչպես եք վերաբերվում։ Հովհաննես Մակարյանի մասնավորապես։ Գիտեք, մենք չպետք է թույլ տանք այնպիսի հայտարարություններ եւ կոչեր անենք, որոնք չեն համապատասխանում մեր ազգային նկարագրին եւ պետք չէ համեմատվել վայրագ բարբարոս ադրբեջանցիների հետ, տվյալ պարագայում ինձ համար ուղղակի անընդունելի են նման հայտարարությունները։ Բայց ձեր դիրքորոշումը Ղարաբաղի մասնակցության նույնն է, ինչ նախագահինը։ Այո, դիրքորոշումը նույնն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները որպես հակամարտության կողմի ներկայացուցիչներ պետք է ներգրաված լինեն բոլոր տեսակի բանակցային քննարկումներում։ Իսկ Հայաստանը առաջարկել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչներ մասնակցեն։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ ուզում հիմա ենթադրություններ անել, թե նման առաջարկ եղել է։ Չէ, այստեղ ենթարկվելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Կանչում են նաև գնում այդ տարբերակով, ստացվում է, որ ենթարկվում։ Ուրեմն պետք է ճշտել մանրամասները, թե առաջարկը ինչպես է ձևակերպել, ինչ նպատակ է ունեցել, ինչ ձևաչափ է այն բովանդակում։ Ըստ այդմ նոր փորձել գնահատականներ տալ։ Բիզնես մեր վրա պետք է դնենք, պատրանքներ չպետք է ունենանք, մեր վրա պետք է հենվենք։ Առաջին անգամ չի ասում այդ մասին։ Միջազգային հանրության Ռուսաստանի։ Կրկին ուզում եմ ասել, առաջին անգամ չի ասում այդ մասին։ Այո, հույսներս պետք է դնենք մեր վրա։ Ունենալով դաշնակիցներ, գործընկերներ, ակնհայտ է, որ միայն մեր ուժերով մենք պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել։ Տվյալ դեպքում ուժ ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանական բանակը, մեր եռամիասնությունը, Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, այսինքն սրանք են այն ուժերը, որ պետք է համախմբված գործեն եւ մենք կարողանանք մեր ազգային խնդիրներին լուծում տալ։ Հնարավոր համարում եք, որ Ղարաբաղը կդառնա բանակցային կողմ իրադարձությունների նման զարգացման դեպքում Այո։ Ստեղծված իրավիճակից պետք է նաեւ մենք շահեկանորեն օգտվենք եւ բանակցային գործընթացում առավելապես ամուր պահենք այն դիրքերը, որ մենք պետք է ունենանք։ ԵԱԿ Մինսկի խմբի անդամները ժամանելու են Հայաստան, ինչ նոր գաղափարներ, առաջարկություններ պետք է հանդես բերի Հայաստանը, որպեսզի այսպես ասած որակական առումով նոր կարգավիճակ տա Լեռնային Ղարաբաղին։ Ստեղծված իրավիճակում մեր դիրքորոշումը նաեւ գործողությունների իմաստով պետք է լինի խիստ նպատակային։ Առաջին հերթին կարծում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ պետք է ձևավորվի։ Երկրորդ ԵԱԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչի մանդատը պետք է ընդլայնվի։ Սրանք այն երկու գործողություններ են, որ այս պահին կարող են ներկայացնել, թող գան տարածաշրջան, սպասենք նաև իրենց առաջարկներին, ըստ այդմ նաև ստեղծված այս նոր իրավիճակում մենք կձևակերպենք նաև մեր մոտեցումները։ Պարոն Նահապետյան, եվրոպական կառույցներից այսպես ակնկալիքներ ունենք, իսկ ռազմավարական դաշնակցից կարծեք թե բացի մտահոգություններից այն կողմ չանցանք։ Ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները մեր անվտանգության համակարգի համար ունեն առանցքային նշանակություն։ Այո, իսկապես մտահոգված ենք այն հայտարարություններով, որոնք երկու կողմերին հավասարության կոչ են պարունակում կամ զսպվածության ցուցաբերման հայտարարություններ են պարունակում, ակնկալում ենք, որպեսզի առավել հասցեական եւ ճշգրիտ ներկայացվի իրավիճակը եւ նաեւ խստորեն դատապարտվի Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Այս մասով մեր ակնկալիքը շատ իրական է եւ հույս ունենք, որ առաջիկա զարգացումների ընթացքում նաև Ռուսաստանը առավել օբյեկտիվ կարտացոլի եւ գնահատականներ կտա այն իրադրությանը, որ մենք ունենք այս պահին։ Եթե Ռուսաստանը շարունակի Ադրբեջանին զենքի վաճառքը, հայկական կողմի դիրքորոշումը որը կլինի։
Եվ կներեք, եթե կարելի է շարունակեմ հարցը, կարծիք հնչեց, որ պետք է պահանջել ռազմավարական դաշնակցից, որպեսզի խզի զենքի մատակարարման պայմանագիրը Ադրբեջանից, հիմա սա որքանով է իրատեսական։ Մենք մշտապես արտահայտել ենք մեր խորը մտահոգությունը Ռուսաստանի կողմից հարձակողական նշանակության զենք Ադրբեջանի վաճառելու հարցում։ Դա ներկայացվում էր երկար ժամանակ որպես առևտրային գործարք, բայց առևտրային գործարք, որը ռազմավարական դաշնակցի անվտանգության համար կարող է լուրջ մարտահրավեր եւ սպառնալիք հանդիսանալ, այդ մասով տարբեր հարթակներում հանրապետության նախագահից սկսած խորհրդանական տարբեր ձևաչափերով նույնպես մենք ներկայացրել ենք մեր մտահոգությունները։ Այս դրության մեջ մենք կարծում եմ նաև այդ մասով պետք է առավել խստապահանջ լինենք, բայց բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք, որ յուրաքանչյուր պետություն ունի նաև իր շահերը եւ տարածաշրջանի հետ կապված եւ երկկողմ հարաբերությունների շրջանակում եւ այս իմաստով գուցե եւ մեր բանակցությունների, քննարկումների ընթացքում հաջողվի համոզել նաև ռուսական կողմին, որ զենքի մեծ քանակի կուտակումը տարածաշրջանում եւ ագրեսոր պետության դեպքում դա առավել մեծ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանի պետությունների համար, այլ ընդհանուր առմամբ այն պետությունների, որոնք ունեն այստեղ այս տարածաշրջանում իրենց շահերը։ Նահատակության ԵՏՄ վարչապետների գագաթնաշփումը չի տեղի ունենալու Երևանում, Մոսկվա է տեղափոխվել։ Սա ինչպես է գնահատում, արդյոք ԵՏՄ-ն այս կերպ չի ապացուցում, որ Հայաստանի կողքին չէ հիմա այս դժվարին։ Եվ Տիգրան Սարգսյանն էլ մեծ հաշվով դերակատարություն չունի։ Ինչու՞ տեղ։ Եվրասիական տնտեսական միությունը եւ հանձնաժողովը ունեն իրենց կարևոր գործառույթները եւ խնդիրները, եղել է առաջարկ մեր ունեցած տվյալներով կոնկրետ պետության կողմից, որպեսզի Երևանում չկայանա, դրանով է պայմանավորված եւ այդ կառույցի հիմնադիր փաստաթղթերն են կարծես թե տալիս այդպիսի հնարավորություն, որ եթե պետություններից մեկը տվյալ ժամանակահատվածում կողմ չէ, որպեսզի անցկացվի համապատասխան վայրում, ապա հետաձգման կամ այդ վայրում չանցկացման խնդիր է առաջ գալիս։ Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի դերակատարման այս մասով, նախ պետք է հասկանանք, որ Տիգրան Սարգսյանը այս պահին գլխավորում է վերազգային կառույց եւ իրականացնում է իր պարտավորությունները այս սահմաններում, որը թույլ է տալիս իր զբաղեցրած պաշտոնը։ Եթե չեմ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Պարոն Ապետյան, այս պայմանավորվածությունները վերջը երկարաժամկետ թե կարճաժամկետ կլինի այս առումով ինչ է հայտնի։ Դեռ բանակցությունները ընթացքի մեջ են, մենք արձանագրում ենք փաստը, որ կրակը դադարեցված է, հուսանք, որ կլինի զինադադարը հարատև, կունենանք խաղաղ իրավիճակ, բայց բոլոր դեպքերում միշտ պետք է պատրաստ լինենք եւ հասկանանք, որ հակառակորդը կարող է նենգաբար խախտել ձեռքբերված պայմանավորվածությունը եւ վերսկսել կրակը եւ բնական է, որ իրավիճակը մեզանից պահանջում է, որպեսզի լինենք առավել զգոն, միշտ պատրաստ դիմագրավելու հնարավոր նոր հարձակողական գործողություն։ Այսինքն Գորիա պատերազմից ինչպես դուրս եկանք պայմանագրերի այն հակառակորդի հետ, որը այսպես թե այնպես հաշվի չի առնում 94-ի պայմանագիրը հրադադարեց։ Ինչ իմաստ ունի այդ Որովհետև մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորվի, եւ եթե տեսնում ենք, որ կա գեթ մեկ հնարավորություն Ադրբեջանին պարտադրելու եւ վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհը Եթե մենք այդ հնարավորությունը չտեսնենք եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, նոր գործողություններ լինեն, ապա այդ մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Պարոն Ապետյան, տեսեք, այսօր իրի զարգացումները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միասնական է, ազատամարտիկները, իշխանությունները չեն պատրաստվում փոխել իրենց վերաբերմունքը նույն ազատամարտիկների նկատմամբ այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են ազատամարտիկները ճավերի հետևում, օրինակ Վոլոդիա Ավետիսյանը վերջերս տեսանք, որ ՀՀԿ-ն մի ազատամարտիկի տնից դուրս հանել գույքը վերցրել, այսինքն իշխանությունները չեն հասկանում, որ իրենք գերտերությունների փոփոխություն կլինի վերաբերմունքի։ Նախ պետք է արձանագրենք, որ
վերջին օրերի ծանր իրավիճակը եւ նաեւ այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան համախմբված է մեր ժողովուրդը։ Իշխանությունը Ես կպատասխանեմ ձեր հարցին։ Հասարակությունը միասնական է։ Հասարակության տարբեր շերտեր, քաղաքական կուսակցություններ, հասարակական միավորումներ, զանգվածային լրատվության միջոցներ, երկրապահներ, ազատամարտիկներ։ Դուք տեսնում եք, թե ինչքան կամավորականներ են այսօր մեկնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Առանցքային դերակատարում ունեն նաև ազատամարտիկները եւ իրենց անցած ճանապարհով արդեն ապացուցել են, որ հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի է նրանց դերակատարումը։ Ինչ վերաբերում է այն ազատամարտիկներին, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, ապա պետք է հասկանանք, որ որոշակի հանցագործության կատարման համար մեղավոր են ճանաչվել, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով իրենք պատիժ են կրում համապատասխան վայրերում։ Ես ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին Իսկ վերաբերմունք մինչ այս պահը ազատամարտիկների նկատմամբ պետության կողմից ցուցաբերվել է բավականին պատշաճ մոտեցում եւ այն հնարավորության սահմաններում, որ պետությունը կարող է նաեւ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին լուծումներ տալ, պետությունը այսօր անում է, հնարավոր է։ Բյուջետային քննարկումների յուրաքանչյուր տարի, երբ մենք քննարկում ենք պաշտպանական ոլորտի բյուջետային հատկացումներ, անդրադառնում ենք այս խնդիրներին։ Զոհված առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության, սոցիալական, բժշկական ապահովության խնդիրներին իհարկե ցանկալի եւ անհրաժեշտ կլինի, որպեսզի մենք ամբողջապես սոցիալական ապահովության խնդիրները լուծենք, բայց ցավոք այսօր պետության տնտեսական, ֆինանսական հնարավորությունները բավարար չեն, որպեսզի ամբողջապես այդ խնդիրները լուծվեն։ Նույնիսկ կան խնդիրներ, որոնք պահանջում են տասնյակ տարիների, ուրեմն ժամանակահատված, որ ամբողջապես նման խնդիրներին մենք կարողանանք լուծումներ տալ։ Բայց խոսել պետության, տեսեք, որպեսզի ծնողին գներ դեղ, ազատամարտիկը այսօր գտնվում է դրսում, իշխանությունը ամոթ չի զգում այս ամենի համար։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ ված չեք զգում ձեզ։ Իհարկե, ես վատ եմ զգում, որ չենք կարողանում դեռ բոլոր խնդիրների լուծում տալ, բայց որ մենք ունենք հաստատակամություն, ունենք բարոյական պարտավորություն եւ մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք լուծումներ տալ, դրանում որևէ մեկը չպետք է կասկածի։ Այո, ես լավ չեմ զգում, որ ինձ մոտենում են ազատամարտիկներ, զոհվածի ընտանիքների անդամներ, որ իրենց խնդիրներով եւ մենք տվյալ պահին իրենց խնդիրներին չեն կարողանում ամբողջական լուծում տանք, բայց մենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարներին տեսնում ենք, թե ինչ միլիոնների են նրանք թերապետում, այսինքն այդ գումարները հնարավոր չի ինչ-որ ձև ուղղել այդ մարդկանց ընտանիքներին։ Հերմինե Նարդալյանը մեկ շենքում ունի 14 բնակիչ։ Բազմաթիվ գործարարներ իրականացնում են նաև ազատամարտիկների սոցիալական ապահովման ուղղված ծրագրեր։ Դրանք բավարար չեն։ Այն, որ մեր հասարակության մեջ կան նաև սոցիալական անարդարության հետ կապված դրսևորումներ, դա գաղտնիք չէ։ Բայց փորձել տարբեր հարթության հարցեր, բերել մեկ զամբյուղի մեջ լցնել եւ ուրեմն ազատամարտիկների անապահովության խնդիրները կապել այն հարցադրման հետ, որ չէ որ հասարակության մեջ կան նաև մեծահարուստներ, ովքեր պատրաստակամորեն այդ միջոցները չեն տրամադրում ազատամարտիկների խնդիրների լուծմանը։ Սա ճանապարհը չէ։ Նախ եւ առաջ ճանապարհներից մեկն է, այո, համաձայն եմ, բայց առաջին հերթին սա պետության պարտավորությունն է։ Մենք այսօր ունենք զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենք։ Այդ օրենքի հիման վրա կան ընդունված բազմաթիվ որոշումներ։ Այդ շրջանակներում մենք փորձում ենք լուծումներ տալ։ Այո, ես տեսնում եմ անհրաժեշտություն, որ զինծառայողների, նրանց ընտանիքների, ազատամարտիկների, սոցիալական ապահովության նոր ռազմավարություն մենք պետք է մշակենք եւ պետք է նաեւ հասարակության համար արժանի այս անձանց համար հասկանալի թե իրենց խնդիրների լուծման ինչպիսի ճանապարհային քարտեզ գոյություն ունի, որովհետեւ մենք կարող ենք խոսել այսպես երկարաժամկետ ծրագրերի մասին, բայց մարդկանց հետաքրքրում է, որ օր առաջ իրենց խնդիրներին կարողանանք լուծում տալ։ Դրա համար մենք ունենք պատրաստակամություն։ Տարատեսակ քննարկումներ են կազմակերպում հանձնաժողովում։ Բյուջետային քննարկումների ժամանակ անդրադառնում ենք այս հարցերին, բայց յուրաքանչյուր անգամ հանդիպում ենք նույն խնդրին, որ պետությունը դեռևս չունի այդ հնարավորությունը